Պոլսո հայոց պատրիարքությունը դատապարտում է դատական այն գործընթացը, որով անցնում են ամենայն հայոց կաթողիկոսը և 6 սրբազանները։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները։ Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի դեմ, վիճարկելով մաքսային ստուգման ակտն ու բողոքարկման հանձնաժողովի որոշումը։ Եկեղեցին պահանջել է անվավեր ճանաչել ապրիլի 14-ի մաքսային ստուգման ակտը և դրան վերաբերող հունիսի 11-ի որոշումը։ Վարչական դատարանը հայցն ընդունել է վարույթ և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։ Ռուսաստանի իրավապահ մարմինները Հայաստանին են արտահանձնել խարդախության գործով ձերբակալված կասկածյալին, ով 11 տարի հետախուզվում էր։ Գործը վերաբերում է մոտ 11 միլիոն եվրոյի գողությանը, որը 2013 թվականին կատարել են Իրանի և Հայաստանի քաղաքացիները բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ համաձայնությամբ։ Քննչական կոմիտեի տվյալներով հանցավոր խումբը կեղծ փաստաթղթերով է հափշտակել գումարը, գործով կա նաև փողերի լվացման մեղադրանք։ Անցնող տարվա 2026 թվականի առաջին կիսամյակում հունվարից հունիս ժամանակահատվածում մայրաքաղաքում տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար պարեկները կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10755-ով կամ շուրջ 172%-ով։ Արդարադատության նախարարությունն առաջարկել է փոխել ճանապարհային տույժերի բողոքարկման կարգը։ Բողոքն այլևս չի սառեցնի վարորդական իրավունքի կասեցումը, դրանից զրկումը և տուգանային միավորների կիրառումը։ Դրամական տուգանքի և միավորների համատեղ կիրառման դեպքում բողոքարկմամբ կկասեցվի միայն գումարի վճարումը։ Նախագիծը հանրային քննարկման փուլում կմնա մինչև օգոստոսի 25-ը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դրական է գնահատել սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողության առաջին շաբաթվա արդյունքները, ստուգելով 237 առաքիչի։ Սննդամթերք առաքող բոլոր ստուգված անձինք ունեցել են պահանջվող սանիտարական գրքույկները։ Սա ԱՏՄ-ն հայտնել է, որ շարունակելու է վերահսկել առաքիչների բժշկական զննությունն ու սանիտարական գրքույկների առկայությունը։ Օգոստոսի 16-ին Աղավնաձոր բնակավայրում կնշվի խաղողորհնեքի տոնը։ Գինեգործության և խաղողագործության հազարամյա պատմությամբ հայտնի Արենիում էլ 19-րդ անգամ կանցկացվի գինու փառատոնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։